ձեր կներեք Պարոն Հակոբյան, ես դուք եք, դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք, քվեարկություն, դուք գիտեք, լավ ժողովուրդ ջան, ասենք ամեն ինչը պատվով կարելի ընդունել, էլի։ Նույնիկ ասենք չենք խոյ, նախ ասեմ, որ չզեկուցվող հարցերը ընդունվեցին։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ այն այսպես ասած են տորիչելյան դատարկության մեջ ձեր օրակարգի, որ բան չունեք ասելու, իրականում էլի, որ բան չունեք ասելու, խոսում եք ամբողջ լրատվականը լծված է այն մասին, որ նոր թանկացումներ են սպասվում, զարմացած մարդիկ ինձ գրում են, ասում են, ես ինչ նոր թանկացումներ է, ինչա փոխվում, ասենք, երբ որ մեր տուրքերի վճարների լռություն, հարգելի գործընկերներ, ես իմ նիստը վարողի իրավունքից օգտվելով, իմ արտահերտ ելույթից օգտվելով, ասում եմ այն ինչը, որ ճիշտ եմ համարում, և հետևապես խնդրում եմ ես տվայտանքների մեջ պետք չի ընկնել, նորմալ ամեն ինչ։ Օրակարգի 28-րդ հարցը, Երևան քաղաքի 26 թվականի բյուջեն չէ, կներեք, սկզբից տեղական վճարների տեղական տուրքերի գծով արտոնությունները սահմանելու մասին, հարգելի գործընկերներ, մենք և տեղական տուրքերի գծով արտոնություններում և տեղական վճարների գծով արտոնություններում ունենք էական փոփոխություններ, այդ իսկ պատճառով առաջարկվել է այս հարցերը դարձնել զեկուցվող, հարցի վերաբերյալ ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, Երևանի քաղաքապետի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գազնավարչության պետը կզեկուցի, խնդրեմ պարոն Հակոբյան։